40-ից սկսած, քանի որ մեր օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ հորմոնալ վերափոխումներ, գեղձային հյուսվածքը վերափոխվում է ճարպայինի եւ մամոգրաֆիկ հետազոտության ինֆորմատիվությունը բավականին բարձրանում է, բայց իհարկե միշտ իլերացում մամոգրաֆիայի կատարվում է սոնոգրաֆիկ հետազոտություն, քանի որ բազմաթիվ բարակ փոփոխություններ հայտնաբերելով կրծքում, մենք հստակ ինտերպրետացիան տալիս ենք արդեն սոնոգրաֆիկ։ Մամոգրաֆիկ կարող ենք ասել, այս փոփոխությունը բարորակ է կամ մոտ է բարորակին, այս փոփոխությունը մոտ է չարորակին կամ չարորակ է։ Սոնոգրաֆիկի եւս բարորակի ինտերպրետացիաները կարողանում ենք տալ, կաթնային ծորանների փոփոխությունները եւս սոնոգրաֆիկ մենք հստակ կարողանում ենք գնահատել։ Մեկը մյուսին լրացնող հետազոտության մեթոդներ են։ Այսինքն, եթե ասում ենք մամոգրաֆիա հետազոտություն, դրա մեջ մտնում է նաև սոնոգրաֆիա հետազոտություն։ Այո, մամոգրաֆիկ հետազոտությունը ներառում է սոնոգրաֆիան եւս։ Շատ կանայք դիմում են, իրենք կերակրում են, բայց այնուամենայնիվ ցանկանում են անցնել մամոգրաֆիա հետազոտություն։ Դա բացառված է, չի կարելի եւ ինչու։ Կերակրող մայրերին մամոգրաֆիկ հետազոտությունը հակացուցում է համարվում, քանի որ ռենտգեն ճառագայթների ներգործության շնորհիվ ենք մենք ստանում մամոգրաֆիկ պատկերները։ Տվյալ կանանց խորհուրդ է տրվում կատարել սոնոգրաֆիկ զննություն եւ սոնոգրաֆիայով եթե հայտնաբերում են քաղցկեղի կասկած, նոր խորհուրդ է տրվում կատարել մամոգրաֆիկ զննություն, բայց այս կանայք 3 օր իրենց բալիկներին չպիտի կերակրեն հաջորդիվ, քանի որ ռենտգեն ճառագայթների ազատ ռադիկալների ամենաբարձր չափաբաժինը հայտնաբերվում է կրծքագեղձի կաթում, 3 օր խորհուրդ է տրվում կթել, կաթը թափել, 4-րդ օրվանից նոր կարող են կերակրել։ Ձեզ պարտադիր է սոնոգրաֆիան կրծքագեղձի հղիների համար։ Պարտադիր չէ, բայց շատ ցանկալի է, քանի որ հղիության ընթացքում, քանի որ մեր կուրծքը հիպերպլազիայի է ենթարկվում, այսինքն կուրծքը ավելի կոշտանում է, ավելի այտուցվում է, կնոջը շոշափելով որևիցե փոփոխություն գտնելը կրծքում դժվար է։ Դրա համար խորհուրդ է տրվում հղիության ընթացքում մեկ անգամ կատարել սոնոգրաֆիկ զննություն եւ այսպես ասած հսկել կրծքագեղձի վիճակը։ Բայց կան բազմաթիվ կանայք, որոնք որ միջև հղիությունը գիտեն, որ իրենք ունեն փոփոխություններ, օրինակ բարակ գոյացություններ, խորհուրդ է տրվում հղիության ընթացքում կատարել սոնոգրաֆիա, քանի որ հղիության ընթացքում, քանի որ մեր օրգանիզմը հորմոնալ վերափոխումների է ենթարկվում եւ գերծանրաբեռնված ռեժիմով է, այսպես ասած, աշխատում, տվյալ փոփոխությունները կարող են մեծանալ եւ խորհուրդ է տրվում կատարել սոնոգրաֆիկ զննություն, որպեսզի հսկել եւ համեմատել փոփոխությունը։ Բուռն զարգացման դեպքում արդեն կրծքաբանը իր լուծումները առաջարկի։